Չմոռանալով, որ այսօր երկիր մոլորակի օրն է, անցնում ենք սպորտային թեմային։ Այո, անցնում ենք կատարում սպորտային թեմային, բայց պետք է նաև ասենք, որ այսօր հաջողությունների օր է, որովհետև ինչպես եւ խոստացել էինք, ամփոփելու ենք մեր հաղթանակները, իսկ հաղթանակները երկար սպասեցնել չեն տվել, բայց ամենասկզբում էլ նշեցինք, որ ամփոփելու ենք մեր պրոֆեսիոնալ գործընկերների հետ, մեր տաղավարում են առաջին ալիքի սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը եւ սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանը։ Բարի լույս։ Ուրախ նորություններով եք եկել այս անգամ։ Եթե կապ չունեցող տեղեկություններով ենք սկսում, այսօր նաև Վլադիմիր Իլիչ Լենինի ծննդյան օրն է։ Դա էլ ամփոփենք։ Բոլոր տեղեկությունները առաջին ալիքում միմյանց հետ կապ ունեն, հատկապես առավոտ դուսոյում։ Այո։ Ահա։ Շնորհավոր նրա ծննդյան օրը եւ ձեր մանկության այն հուշերը, որոնք որ նա տարավին առաջ Այո, իսկ լավ նորություններից մենք երկրորդ չեմպիոն ունեցանք Ծանրամարտի Եվրոպայի առողջության վերջին օրը Վարազդատ Լալայանը կանխատեսելիորեն հաղթեց։ Սա երևի այն չեմպիոնությունն էր, որ իհարկե շատ լավ էր, ուրախալի էր, բայց սպասելի էր։ Այսինքն եթե չլիներ, մենք կտխրեինք։ Եթե մյուսների պարագայում այդ չեմպիոնությունը շատ ավելի բուռն հույզեր է առաջացնում, ապա Լալայանը ինքը այնքան հանգիստ էր հաղթանակից հետո, որ այդպես էլ պետք է լիներ։ Ամեն դեպքում իր բարձր կարգը հաստատեց եւ դա շատ կարեւոր էր։ Թեև եթե շատ խորացած այսպես սպորտային տեսանկյունից նայենք, կարծում եմ Արմենը կհամաձայնի, նա այն կիլոգրամները չարեց, որ պետք էր եւ ինքը պատրաստվում էր։ Ինչի մասին է խոսքը։ Տրամաբանական էր ինչ որտեղ, նա կարողանում է 215-16 սպոկել, 255 մինչև հրել, բայց 210 եւ 240 արեց, որովհետեւ մրցակից չուներ, մոտակա մրցակիցներին 30 եւ ավելի կիլոգրամով գերազանցեց, անիմաստ էր ինձ համար անկեղծ ասած։ Կարելի էր փորձել, պարոն Գիլոյանն ասում էր, որ դե պետք է զգալ հարթակը, որովհետեւ առջևում աշխարհի առաջություն կա, այդ բարձր կիլոգրամները պետք է փորձել այստեղ անել, որպեսզի հետո ավելի հեշտ լինի։ Փորձը չստացվեց մասնավորապես հրում վարժությունում, դե բայց կարծում եմ պետք չէ շատ սրտնեղել, որովհետեւ ի վերջո Վարազդատը շատ լավ է անում եւ գիտի ինչ է մրցակցությունը, որովհետեւ նա Ալախաձեի հետ մրցել է բազմիցս արդեն եւ մոտ էր շատ մեկական մոտեցումը ամեն վարժություն բավական էր, որ նա ապահով էր հաղթանակը, հետո արդեն ուղակի ինքն իր հետ էր մրցում, դրա համար այդ երևի մրցակցության պակասը ինչ որտեղ զգացվեց, բայց աշխարհի առաջությունում իհարկե այս կիլոգրամները, որ նա այստեղ ցույց տվեց, բավական չեն։ Նույնիսկ բրոնզե մեդալի համար կարող բավական չլիներ։ Պետք է աշխարհում ավելացնել։ Նոր է տարին սկսվել, տարվա ավարտին հոկտեմբերին է, չեմ սխալվում, աշխարհի առաջությունում, ինչեւ այդ աստիճանաբար մարզավիճակ կհավաքի եւ պատրաստ կլինի։ Եվ երբ կան մրցակիցներ, որոնք ավելի բարձր քաշեր են բարձրացնում, նաև այդտեղ էլ մոտիվացիան գուցե ավելի մեծ լինի եւ պատասխանատվությունը։ Միայն Վարազդատ Լալայանը չէ, որ մեզ տվեց հնարավորություն լսելու մեր օրհներգը եւ տեսնելու եռագույնը, առաջին ոսկե մեդալին, այն ինչ հաղթանակներ ունեցանք այս ընթացքում։ Ծանրամարտում նկատի ունեք, թե Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, հետո Վարազդատ Լալայանը երկու չեմպիոն ունեցանք, իհարկե սպասում էինք ավելին։ Թեև մեդալների քանակով վատ չէ, բավականին շատ մեդալ նվաճեցինք։ 3 տեսակից էլ ունենք, չէ։ 3 տեսակից էլ ունենք, հատկապես արծաթ շատ ունենք։ Բայց ամենակարևորը մեզ համար, որ մենք նաև 2 գավաթ նվաճեցինք, թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները առաջինն էին թիմային պայքարում Եվրոպայում, չնայած կանանցից եւ ոչ ոք ոսկե մեդալ չնվաճեց, բայց այնտեղ միավորներով եւ այնքան շատ էին արծաթե մեդալ նվաճել, որ թիմային պայքարում մենք առաջին տեղը գրավեցինք, թե տղամարդկանց շրջանում էլ շնորհիվ ոսկե մեդալների մասնավորապես։ Առաջիկայում ինչ եւ ինչպիսի մրցակիցներ ունենք, որոնցից է պետք զգուշանալ, որոնք են ամենավտանգավոր մրցակիցները։ Դե առաջիկան Արմեն նշեց խոշոր իրադարձություն ծանրամարտի աշխարհի առաջինը մեծ հասակների, բայց դրան դեռ շատ ժամանակ կա, իսկ մինչև այդ ընդամենը 8 օրից մեկնարկում է երիտասարդների աշխարհի առաջնությունը Պերույում եւ առաջին ալիքի ուղիղ եթերում ճիշտ է այդ ուղիղ եթերը բավականին ուշ ժամի է լինելու գիշերը, քանի որ մրցաշարը Պերույում է, մեր երիտասարդները պայքարելու են նորից հաղթանակների համար եւ սա լավ առիթ կլինի գնահատելու մեր եկող սերունդը, ովքեր են եւ երբ են պատրաստ փոխարինել հավաքականի ներկա անդամներին։ Իսկ ակնկալիքներ ունենք երիտասարդներից։ Աղջիկների պայքարում ունենք լուրջ ակնկալիքներ, որովհետեւ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Էմա Պողոսյանն են գնում, նրանք Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին մեծ հասակների, իսկ տղաները
առայժմ այդքան փորձառու չեն, բայց հավակնորդների թվում կլինեն իհարկե։ Ովքեր են մեր համար ամենալուրջ մրցակիցները ծանրամարտում։ Եթե գերծանր քաշային կարգը վերցնենք, այնտեղ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իրաքի ներկայացուցիչներն են, Ռուբայավին եւ իրանցու ազգանունը չեմ հիշի հիմա, նրանք նախորդ առաջնությունում շատ էին ավելացրել եւ չնայած նրան որ Տալախաձեն այլևս չկար, փորձում էին ձեռնոցնել երկու իրանցի կա, երկու իրանցի եւ Իրաքի Ալի Դավուդին դե աստիճանաբար արդեն գնում է մայրամուտ կարիերայի եւ Յուսեֆի եւ Ռուբայավի նրանք երեքով փորձելու են Վարզադալյանին մրցակցություն առաջարկել 109 կիլոգրամ քաշային կարգում որտեղ ունեցանք չեմպիոն իդեմս Գարիկ Կարապետյանի այնտեղ էլ Ռուսլան Նուրուդինովն է փորձելու պայքար առաջարկել շատ փորձառու նա գործող չեմպիոնն է աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն է բայց հուսով ենք որ նա այլ աստիճանաբար կիչեցնի կիլոգրամները որովհետեւ նրա մոտ էլ է կարիերայի մայրամուտ գնում դեպի Գարիկ Կարապետյանի առավելությունը իհարկե տարիքն է նա դեռ 22 տարեկան չի դարձել եւ ամբողջ այսպես կարիերան կարելի ասել արժևում է եթե այսպես է սկսել ուրեմն պետք է շարունակություններ ավելի եւ իհարկե հուսանք Գարիկի դեպքում էլ քաշերը կբարձրանան եւ պայքարը կլինի հաղթական ավարտով իհարկե ծանրամարտը մեր զրույցների ընթացքում բազմիցս խոսել ենք որ հատկապես հայկական սպորտում շատ մեծ դեր ունի եւ մեր հեռուստադիտողներն էլ սիրում են հետեւել հաղթանակներին իսկապես ողջևորված հետեւում են բայց բացի ծանրամարտի առաջնություններից սպորտային ինչ իրադարձություններ կան առաջիկայում որոնց մասին ցանկանաք պատմել հիմա ոչ թե օրինակ զրուցել սպորտ ռինգի շրջանակներում ձեր հեռուստադիտողների հետ սպորտ ռինգի շրջանակում մենք միայն բանավիճում ենք բանավիճում ենք միայն վիճում ենք այսպես զրույց դժվար է անվանել իհարկե բոլոր խոշոր միջոցառումները արդեն ավարտվեցին այս պայմաններում կարելի ասել հոկեյի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը աշխարհի մեզ մոտ անցկացվեց եւ մեր հավաքականը շատ մոտ էր առաջին տեղին, բայց ցավալի պարտություն կրեց եւ երկրորդ տեղը գրավեց, չտեղափոխվեց 3-րդ դիվիզիոն, բայց սա 15 տարվա դադարից հետո առաջին ելույթներ եւ հուսանք հաջորդ տարի ամենջավի լավ կլինի։ Իսկ առաջիկայում այդպես Կարատե Եվրոպայի առաջնությունն է մեկնարկելու Երևանում, դա էլ է խոշոր իրադարձություն Հայաստանի համար մենք վերջին տարիներին անընդհատ մենապայքարային մարզաձևերի առաջնություններ ենք անցկացնում եւ 2027-ին էլ Մանրամարության Եվրոպայի առաջնությունը նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնությունը այնպես որ առաջիկա իրադարձությունից 27 թվականին Մենք շեշտել որ մենք վերջին տարիներին ընդունող երկիր ենք եւ դա կարեւոր է որովհետեւ միջազգային ֆեդերացիաների ուշադրության բոլոր կարևորագույն երևի խոշորագույն իրադարձությունները այդքան մոտ չեն արդեն աշնանը եւ ավելի ուշ կլինեն ամռանը համեմատաբար հայ մարզիկների եւ թիմերի համար ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ամռանը ընկերական խաղերը միայն անցկացնելու այնպես որ սպասենք աշնանը այնտեղ շատ բուռն կլինի Դա ամռանը հայկական ակումբների եվրագավաթային խաղերը կմեկնարկեն բայց դեռ շատ ժամանակ Եվ ժամանակ նաև մեր մարզիկներին պատրաստվելու համար շնորհակալ ենք նաև ձեզ, որ միշտ ձեռքը պահում եք զարկերակին եւ մեզ տեղեկացնում եք սպորտային աշխարհի նորությունների մասին եւ նաև մեկնաբանում եք, որպեսզի մենք էլ ավելի հաղորդ լինենք այդ իրադարձությունների մանրամասներին։ Շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս մարդիկ մեզ տեսնեն առավոտյան։ Սիրով միշտ պատրաստ ենք մեր հյուրընկալ դռները առավոտ լուսային միշտ բաց են կարող եք գալ պարզապես միասին սուրճ կվայելենք Մեր խորհրդային տաղավարն էլ արդեն այստեղ է Իդեպ կարելի է մեկ օր ձեզ հրավիրել համեղ նախաճաշ պատրաստել եթե դեմ չեք հրաշալի համեղը չենք խոստանում բայց որ կպատրաստենք Մենք սիրով սպասում ենք Իսկ այժմ շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք երաժշտությամբ